Բնակիչները պահանջում են, որպեսզի իրենց դիմումը, որը մուտքագրվել էր քաղաքապետարան, մեր խմբակցության աջակցությամբ այդ դիմումը հասավ այն արդյունքին, որ բնակիչները սկսեցին փաստաթղթեր հավաքել, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը բնակիչները մեկ անձի նման պատրաստակամորեն եւ ամենայն պատասխանատվությամբ հավաքել են, ներկայացրել են ըստ պահանջի եւ այժմ ուզում են հասկանալ, թե ինչ փուլում է գտնվում իրենց վերաբնակեցման հարցը, որովհետեւ այլևս այս իրավիճակում եւ հլվող հանրակացարանում, որտեղ ներքևի նկուղային հարկերում են մարդիկ ապրում, այնտեղ եւ առնետներ կան, եւ կոյուղաջրերն են անընդհատ լցվում, իսկ շենքը ինքն իրեն արդեն ամբողջովին, քանի որ հիմքն էլ քայքայված է, ամենօրյա փլուզում է իրականանում եւ բացարձակապես հնարավոր չէ այդտեղ ապրել։ Աստված մի արասցե, բայց ցանկացած պահի մենք ապահովագրված չենք, որ սարսափելի եւ շատ բացասական ելքերով վթարի առաջ կարող ենք կանգնել, եթե այսպես շարունակվի։ Այս Վարդաշենի երկու հանրակացարանները, 66-ը եւ 68-ի A հանրակացարանները, իրոք, գիտեք, էլ հնարավոր չի այդ վիճակում բացարձակ ապրել։ Երբ որ դուք հասնեք այնտեղ եւ տեսնեք, թե ինչ վիճակում են մարդիկ ապրում, ծայրահեղ ծանր վիճակ է, ոչ թե նրա համար, որ իրենք այդպես ցանկանում են ապրել, բոլորն էլ տարբեր տեղերում աշխատում են, այնպես չի, որ իրենք միայն ողջ պատասխանատվությունը թողել են կառավարության վրա։ Պարզապես գիտեք, շարքային քաղաքացին իր ամենօրյա դառը քրտինքով, աշխատանքով հնարավորություն չունի բնակարան գնելու, բայց այդ պարագայում էլ, երբ որ իրենց սեփականությունը արդեն ամբողջովին վտանգված է, պետությունը պետք է կանգնի սատար, պատասխանատվություն ստանձնի եւ բնակիչների կյանքը փրկի։ Մանավանդ որ այնտեղ կան մանկահասակ երեխաներ, կան արդեն բանակի զորակոչի տարիքի հասած երիտասարդ տղաներ, ում որ վաղը մյուս օրը տանելու են բանակ, բայց ինչ առողջությամբ են տանելու այդ երեխաներին բանակ, երբ որ ամեն օր եւ ալերգիաներ, եւ թոքաբորբային հիվանդություններ են արձանագրվում։ Մի խոսքով բնակիչները ամենօրյա ռեժիմով գրեթե ահազանգում են, բայց քանի որ չի հասնում իրենց ձայնը տեղ, ինչպես ասում են, ինչ որ մի աստիճանում խլեցվում է ձայնը, այս պահին, քանի որ սպասում են որոշակի դրական լուծման, բնակիչները լավատես են եւ հույս ունեն, որ կառավարությունը, մանավանդ տարածքային կառավարությունը եւ անշարժ գույքի պետական կոմիտեն ծրագրի նախագծի հիման վրա պետք է իրենց վերաբնակեցում իրականացնեն։ Մեր ֆրակցիայի ավականու անդամները բարձրաձայնել են մի քանի անգամ, մատնանշելով նաեւ, որ Երևանի ավականու 23 թվականի ընտրություններից առաջ Տիգրան Ավինյանը անձամբ է այցելել այդ երկու հանրակացարաններ եւ խոստացել է ընտրություններից հետո խնդիրը հիմնովին լուծել։ Սակայն տեսնում ենք, որ 23 թվականից Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետն է, բայց խնդիրը չի լուծվել, գնալով էլ ավելի է տարածել վիճակը բնակիչների համար, այս պահին ստիպված են մարդիկ, ասեմ, որ իրենք չեն ուզում շատ բարձրաձայնել, բողոքել, բայց ստիպված են։ Տեսեք, կառավարությունից իրենց պատասխանել են, կոնկրետ տարածքային կառավարման նախարարությունը բնակիչներին ասել է, որ Երևանի քաղաքապետարանը ձեր երկու շենքերի տարհանման եւ վերաբնակեցման նախագիծ պետք է ներկայացնի, որը մեզ մոտ պետք է քննարկվի, քննարկումից հետո արդեն որոշակի մենք կկարողանանք ավելի հստակ պատասխան ունենալ ձեզ համար, բայց քաղաքապետարանից էլ մենք փորձեցինք տարբեր խողովակներով ճշտել այդ ինչ նախագիծ է, եթե ավականու նախագիծ է, ապա որ ֆրակցիայի կողմից է դա եւ ինչու չի ներկայացվել մինչ այսօր ավականու նիստերին։ Եթե անհրաժեշտությունը կա, Մայր Հայաստանը պատրաստակամ է ինքը ներկայացնել այդ նախագիծը, մեզ ասեցին, որ գրավոր հարցը ուղարկեք, մենք կպատասխանենք։ Մենք գրավոր հրատապ կարգով Մայր Հայաստան խմբակցությունը ուղարկել է հարցումը, մինչ այս պահը դեռ սպասում ենք պատասխանի, այնպես որ բոլոր օղակներով, բոլոր խողովակներով փորձում ենք հասկանալ, թե ինչումն է կայանում խնդիրը, որտեղ է թաղված շանգլուխը, որ այս 180 ընտանիքը, ովքեր գտնվում են իրոք վտանգավոր վիճակում, չեն կարողանում ապահովել։ Կառավարությունը ասում է, որ գումարի խնդիր չկա, այս խնդիրը լուծելու համար մենք գումարի խնդիր չունենք, պարզապես աշխատանքային ինչ-որ օղակներ, պատասխանատու այրերը պետք է կատարեն ամեն մեկը իր լիազորությունները, որպեսզի մարդիկ իրենց բան ու գործը չթողնեն, աշխատանքից ստիպված չլինեն գործատուից անընդհատ թույլտվություն խնդրել, որպեսզի գան տան հարց լուծելու։ Իրականում շատ ծանր վիճակում են գտնվում։ Մայր Հայաստան խմբակցությունը եւ տարբեր լրատվամիջոցներ բազմիցս
այցելել են այս երկու հանրակացարաններ, վթարային բառը շատ մեղմ է ասված։ Շատ սարսափելի վիճակում են եւ մենք պահանջում ենք, որ բնակիչների կողքին ենք լինելու եւ պահանջելու ենք, որպեսզի կառավարությունը օր առաջ այս խնդիրը լուծի։